Պարոն Պողոսյան, դուք այդպես էլ չասացիք, արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով, որ անիվ հիմնադրամը ստեղծվել էր կառավարության ներքո, այդ կառավարության ներքո գործող հիմնադրամ էր եւ հետեւաբար ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի նախ եւ առաջ կառավարության ղեկավարը։ Տարական հարց եմ տալիս. արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը այս գործով։ Եվ հաջորդ հարցը 3 տարի գործը քննության մեջ է։ Ինչու որևէ մարդ ներգրաված չի այս գործով որպես մեղադրյալ։ Ստեղ տրամաբանությունը որն է, խնդրում եմ, եկեք եւ ինձ բացատրեք։ Մեզ լսող մարդիկ էլ, որպեսզի իմանան, երբեմն ասում է, չէ, դե լավ, իրավական process է, պետք է մարդկանց հարցաքննել, երկար է տևում, ժամանակ է տևում։ Ախր, պարոն Պողոսյան, օրինակ, մեր քաղաքացին իրավունք ունի, չէ, հասկանալու։ Իր վճարած գումարներից, երբ որ կառավարությունը տրամադրում է $500,000 քաղաքի կենտրոնում կաֆե, սրճարան բացելու համար, մարդ պիտի հասկանա, չէ, թե դա իր որ շահից էր ելնում, որ հանրային շահն էր պարտադրում, որպեսզի որոշում կայացվեր $500,000 տրամադրվել ինչ-որ սրճարան բացելու համար։ Ախր որոշում կայացնողները հստակ են, մարդը հստակ է, ով է ստորագրողը, որոշում կայացնողը ով է, միթե 3 տարվա ընթացքում հնարավոր չէր բացահայտել դա։ Հնարավոր էր ու դուք դա չեք արել։ Ну, խոսքը այս պահին ձեզ է վերաբերում, բայց ձեզնից առաջ էլ մարդիկ դա չեն բացահայտել։ Նույնը Մոսկվայի մասնաճյուղ ուղարկվել է $6.9 միլիոն, մոտ $7 միլիոն։ $7 միլիոն 3 առնվազն 4 նոր դպրոց կարելի էր կառուցել։ Հիմա դժվար է հասկանալ այդ $7 միլիոն Մոսկվա գրասենյակ ուղարկելու որոշումը ով է կայացրել։ Ում է գնացել։ Ախր այդ մարդիկ բոլորին հայտնի մարդիկ են, կոնկրետ մարդիկ են անուն ազգանուններով, որոնք հենց հիմա ես էլ նույնիսկ կարող եմ ասել։ 3 տարվա մեջ ոչ մի ձև հնարավոր չէ նրանցից մեկին որպես մեղադրյալ ներգրավել ակնհայտ փողերի մսխման համար։ Կամ հաջորդը, դրա մասին մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանին եմ հարցրել։ 1.5 միլիարդ փոխանցվել է օֆշորային կազմակերպությունում, մի օֆշորային կազմակերպության, որի ղեկավարը տարբեր հրապարակումների վերումով պարզվել է, որ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ Դե լավ, ենթադրենք կնոջ ընկերուհին էլ չէ, ու Ավինյանը հեչ կապ չունի։ Լավ, հնարավոր չէ հասկանալ, ով է ստորագրել որոշում, որով մեր հայրենակիցների վճարած հարկերից 1.5 միլիարդ դրամ փոխանցվում է օֆշորային ինչ-որ կազմակերպության։ Ու արդյունքը չկա, հասկանում եք, ուղղակի այսպես բան է արել, գումար ուղղակի փոխանցվել է այնտեղ ու որևէ հետևանք չի ունեցել, որևէ արդյունք չկա։ Էլ չեմ ասում, որ պարզում է գոյություն են մարդիկ, ովքեր ստացել են $250 միլիոն աշխատավարձ։ Պատկերացնում եք 250 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդը ունի կոնկրետ անուն, ազգանուն, ինչու ինքը գործում ներգրաված չէ որպես մեղադրյալ։ Այս ամեն ինչի պատասխանները դուք պետք է տաք, ուզեք չուզեք։ Եթե պետք լինի 100 անգամ եմ ասել, 1000-րդ անգամ եմ ասելու, սրանից խուսափել ուղղակի չի ստացվելու եւ դուք դրա համար պետք է պատասխան տաք։ Հաջորդը, սիրելի հայրենակիցներ, հավանաբար նկատած կլինեք ջրի շշերի, տարբեր գինիների, կոնյակների շշերի վրա նման դրոշմապիտակ կա, QR կոդեր։ Ժամանակին QR կոդերը տնտեսվարողները գնում էին պետությունից։ 2020 թվականի պատերազմից 3 օր անց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է մի հանձնաժողով, որը հետագայում պատերազմից բառացիորեն մի քանի հետո մենաշնորհով տրամադրում է այս QR կոդերի տրամադրումը տալիս է մի կազմակերպության, որն ուղղակի միլիարդների եկամուտ է ապահովում իր համար։ Այսինքն մեր տնտեսվարողները միլիարդներ են մուծում մի կազմակերպության, որն ունի մենաշնորհ, ու 5 տարի այդ մենաշնորհը ուղղակի գոյություն ունի։ Ընդ որում այդ կազմակերպության ղեկավարը մարդ է, ով ժամանակին ընդ որում այդ մրցույթը անցկացնելու մրցույթ չի, մենաշնորհով տրամադրելու ընթացքում եղել է պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Այսինքն լինելով բարձրաստիճան պաշտոնյա, մենաշնորհը տվել է մի կազմակերպության եւ հետո գնացել ղեկավարել այդ կազմակերպությունը։ Կոռուպցիոն դեպք է ստեղ, որևէ ծրագիր չեք տեսնում, ընդ որում տնտեսվարողները 2 անգամ ստիպված են ավելի շատ վճարել այս QR կոդերի համար, քան վճարել են մինչև 2020 թվականը։ Իրականում մենք կոռուպցիայի մասին դեռ կխոսենք, ժամանակս քիչ մնաց։ Հա, իմիջիալոց սրա հետ կապված նոր քրեական գործ է կարծես թե նախաձեռնվել, ես հետևողական եմ լինելու հասկանալու, թե
ինչու է այդպես ստացվել, որ մենաշնորհ է տրվել եւ արդյոք պատասխանատվության չեն ենթարկվելու այդ մարդիկ։ Այսօր Արտուր Հովհաննիսյանը կարծես թե հորդորում էր ինչ-որ մարդկանց նայել իմ աչքերի մեջ եւ հեգ տեսնել, ակնհայտորեն տվյալ անձը տեսողության հետ կապված խնդիրներ ունի եւ նա օրինական ուժի մեջ մտած վճռով նույնիսկ զրպարտության համար դատապարտվել է, բայց պետք չի առաջին անգամ չի, որ տվյալ մարդը սուտ է խոսում, ինքը քրոնիկ ստախոս է եւ պարտադիր չէր, որ իմ դեպքով դա ապացուցվեր, բայց ուղղակի զուտ մեր հայրենակիցների համար ասեմ, ես հեգ չունեմ, չեմ ունեցել, եւ եթե տվյալ անձը կարող է գա տանել ու ցույց տալ այդ հեգը, ես սիրով կընդունեմ այդ հեգը, չգիտեմ, միգուցե մեկը որոշ ինձ նվիրատվություն անի, եթե այդ մարդը տեղը ցույց տա, համենայն դեպս չունեմ, բայց որպեսզի անպատասխան չթողնեմ նման հերյուրանքները, ես տվյալ անձի հետ կհանդիպեմ արդեն դատարանում։ Շնորհակալություն։